Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Աննա Գրիգորյանն է։ Բարի երեկո Տիկին Գրիգորյան։ Բարի երեկո ահա։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու Ես եմ համար։ շնորհակալ։ Եվ այսպես քարոզարշավը մոտենում է ավարտին։ Դուք որ ներկայացնում եք մի ուժ, որը 5 տարի խորհրդարանում գործունեություն է իրականացրել եւ հանրությունը տեսել է ձեր աշխատանքը, այս քարոզարշավի ընթացքում ինչով կարողացաք համոզել մեր քաղաքացիներին եւ այն պատկերը, որը գետնի վրա արձանագրել եք, ձեզ բավարարում է թե ոչ։ Նախ պետք է նաև արձանագրել, որ մեր անցնող տարիների գործունեությունը ոչ միայն ազգային ժողովում էր, այլ նաև հստակ փողոցային պայքարում էր դրսևորվում եւ մեր հաղորդակցությունը մեր ժողովրդի հետ հենց դրա մասն էր, որ 21 թվականի ընտրության արդյունքներով Արցախը հանձնվեց։ Հիմա պետք է գնալ ընտրության եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա արևմտյան Ադրբեջան։ Ինչի մասին պարբերաբար խոսում է այս իշխանությունը տարածքների հանձնման տեսանկյունից, համանդրության փոփոխության տրամաբանությամբ։ Եվ ես տեսնում եմ, որ մարդկանց մեջ կա տրամադրությունների փոփոխություն, կարծիքների փոփոխություն եւ եթե 21 թվականին չէին պատկերացնում ծավալը, մասշտաբը, այն արհավիրքների, որ հնարավոր անի, որ Փաշինյանը բերի, չէ 21 թվականին ավելի շատ մտածում էին, դե բաներ, որ ընկավ Նիկոլ Փաշինյանի գրպանը, ինչ որ խեղճ Նիկոլը ինչ անի, նախկիները Ռուսաստանը բոլորը գցեցին այս խեղճ տղայի գրպանը։ Հիմա տեսնում եմ, որ այդ տղան ընդհանրապես խեղճ չի, ինքը գիտակցված է արել այդ բոլոր քայլերը, հազարավոր տղաների կյանքը դրել է զոհասեղանին եւ տեսնում են, մարդիկ իրականում դա տեսնում են։ Եվ գիտեք աղավնի, Նիկոլ Փաշինյանը շատ ջանք չի գործադրում քողարկելու իր ապագա անելիքները։ Մասնավորապես, երբ ասում է, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ։ Երեկ էլ Արարատ Միրզյանը արտգործնախարարը հաստատեց, այո, կան տարածքներ։ Կան տարածքներ ադրբեջանական, բա հիմա եթե Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանական տարածքներ կան, Նիկոլ Փաշինյանը ինչ անելու այդ տարածքները։ Եթե դուք եկեք իշխանության ինչ եք անելու։ Նախ մենք չենք ընդունում, որ կան Հայաստանում ադրբեջանական տարածքներ։ Դա հակահայկական եւ դրանք հակահայկական խոսույթներ են։ Տիգրանաշենը եւ ընդհանրապես այսպես կոչված անկլավները պետք է նայել իրավական տեսանկյունից։ Որևէ իրավական հիմք կա այստեղ, թե չկա։ Եթե իրավական հիմք նույնիսկ Ադրբեջանը չի կարողանում բերել, դուք ինչի մասին եք խոսում։ Հետո դուք չեք պատկերացնում Տիգրանաշենի օրինակ ստրատեգիական նշանակությունը։ Սիրելի Արարատ, ոչ սիրելի Արարատ մարզի բնակիչներ, Վայոց Ձոր, Սյունիքի մարզի բնակիչներ, իմացեք, որ մեր խողովակը կենտրոնին կապվող խողովակ պատրաստում են այս մարդիկ հանձնել եւ դրա մասին ավելի բաց հնարավոր չի ուղղակի խոսել, հասկանում եք, հնարավոր չի դա հենց այնպես արվի։ Եվ նաև համանդրության փոփոխությունը, Ալիևի պատվերով համանդրություն են մարդիկ պատրաստվում փոխել։ Այս ամեն ինչը աննկատ չի մնացել մեր հասարակության մոտ եւ ասում ենք, որ 21 թվականից սկսած գործը պետք է ավարտին հասցնել եւ ես իսկապես տեսնում եմ տրամադրությունների փոփոխություն, վճռականություն մեր հայրենակիցների կողմից պատժելու են մարդիկ, ովքեր այսքան արհավիրք են բերել եւ թույլ չտալու, որպեսզի շարունակեն իրենց պետականական գործունեությունը։ Տեսեք, Տիկին Գրիգորյան, ձեր դաշինքը հայտ է ներկայացրել Հայաստանում իշխանություն վերցնելու այն Հայաստանում, որը Նիկոլ Փաշինյանից ստանալու է ժառանգություն, անկլավների հարց, համանդրությունը փոխելու հարց։ Հիմա եւ Արարատ Միրզյանի մակարդակով եւ Փաշինյանի մակարդակով ասում են մեր տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, ժողովուրդ պետք է հարցը լուծենք։ Դուք եկաք իշխանության ինչ եք անում, եթե Ալիևին ասում եք ոչ, ըստ իշխանության դա բերելու է պատերազմի։ Եթե ասում եք այո, կստացվի դուք եք նույն բանն անում, ԿՊՆ-ել։ Պատերազմ բերում է հենց այս խոսույթը, որ մեր տարածքում կան ադրբեջանական հողեր։ Սա է պատերազմի հիմքը, որովհետև եթե դու հայտարարում ես, որ ունես ադրբեջանական տարածք, Ադրբեջան ինչ որ փուլում դա պետքա վերցնի, կամ բանակցություններով, կամ ռազմական ճանապարհով։ Բնականաբար մենք դա չենք ընդունում, չի կարող Հայաստանում Տիգրանաշենը չի կարող համարվել ադրբեջանական տարածք։ Եվ այսպես կոչված անկլավների հարցը ուղղակի պետքա դուրս գա քննարկումներից, հատկապես այս փուլում։ Մենք դեռ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքներ ունենք, որոնցից մի սանտիմետր դեռևս չի դեօկուպացվել։ Իսկ ինչ վերաբերում է համանդրությանը, այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանը ամեն անգամ նորանոր պահանջներ է դրել եւ այս իշխանություններն էլ իրականացրել են։ Հիմա համանդրության մասով աղավնի Ադրբեջանում համանդրության հետ կապված հարցեր չկան, բայց ինչի մի բերան չեն բարձրաձայնում։ Ադրբեջանում ադրբեջանական համանդրության մեջ հստակ տարածքային պահանջներ կան ոչ միայն Հայաստանին, ընդ որում ոչ միայն Հայաստանին։ Հետևաբար եթե այդ հայլայնությունը պետքա պահել, ասում եմ ես չեմ կարող հայլայնություն պահել, դա չի կարող անել ոչ ինքը, ոչ Հայաստանի հաջորդ որևէ ղեկավար, որովհետև Հայաստանը պարտված երկիր է։
Եթե դուք եկաք, դուք ինչպես եք այդ հայրենիությունը ապահովել։ Աղավնի Նիկոլ Փաշինյանը հիշում եք սահմանազատման կանոնակարգը հաստատելու ժամանակ փաստաթուղթը տարավ սահմանադրական դատարան, իսկ սահմանադրական դատարանն ասաց, որ մեր սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Հետևաբար Ադրբեջանի մտահոգություններն այդ առումով առնվազն պետքա չեղյալ համարեն։ Բայց նույնիսկ այն փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ստանալ սահմանադրական դատարանից, չկարողացավ հետո դա վաճառել Ալիևին, այսինքն նույնիսկ դա չի կարողանում անել այս մարդը։ Աղավնի իսկապես Դուք ասում եք նույնիսկ 21 թվականից մենք անընդհատ ասում ենք, բայց իրողությունը չի փոխվել։ Պարտություն, պատերազմ վերած ղեկավար իսկապես որևէ հաջողություն չի կարող բերել։ Այս մարդը պիտի հեռանա։ Իր բոլոր պայմանավորվածությունների խաղաղություն է, զինվոր չի զոհվում։ Դա ասում է արել եմ ես պարտություն կրած մարդս։ Այն որ մեր սահմանին զինվոր չի զոհվում, այդ շատ լավ է, բայց դա միայն կոչել խաղաղություն անթույլատրելի է։ Դա նախընտրական զինադադար է ու ես պնդում եմ, որ սա պարզապես զինադադար է, որովհետև խաղաղությունը ավելի բազմակոմպոնենտ է։ Արդյոք մեր ռազմագերիները վերադարձված են, տարածքները դեօկուպացված են, սահմանները բաց են։ Դուք աշխարհի 30 քանի տենց դեպք գիտեք, որ փակ սահմաններ խաղաղություն են հաստատված կամ գերիներով խաղաղություն է լինում։ Չկրակելը մի կոմպոնենտն է, ինչը լավ է որ կա, որ հիմա չեն կրակում, բայց դա բերել է արդյոք խաղաղության, ոչ խաղաղություն այդպես չեն կառուցում։ Մյուս քննադատությունը, եթե դուք գալու եք եւ չեք զրոյացնելու Փաշինյանի ստորագրած խաղաղության, նախաստորագրած խաղաղության պայմանագիրը, եթե դուք գալու եք չեք զրոյացնելու Փաշինյանի ստորագրած թրիփի ուղին, ըստ էության դուք գալու եք եւ չեք տորպեդահարելու այդ ամբողջ բանակցային գործընթացը, արդար է, որ Փաշինյանը բանակցի հասնի այս կետին, այլ ուժ գա ստորագրի, սա եւս ձեր հասցեին քննադատություն է։ Նախ ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ պատերազմը տեղի ունեցել են բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը իր զրոյական կետից էր սկսում, արել է անպատասխանատու հայտարարություններ, տորպեդահարել է բանակցային գործընթացը, որը ուղղակի Ալիևի ձեռքերը բացել է ռազմական գործողություններ սկսելու համար։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ իսկապես բարդ տարածաշրջանում ենք ապրում, աշխարհաքաղաքական վերադասավորումներ են եւ ոսկերչական ճշգրտությամբ պետք է մոտենալ բանակցային գործընթացին։ Այսինքն, այո, մենք չենք գալու զրոյացնենք ձեռք բերվածները, բայց պետք է գալ լավարկելու, որովհետեւ հաստատ էս փաստաթուղթը լավագույն փաստաթուղթը չէր, որ նույնիսկ պատերազմից հետո հնարավոր էր ստանալ։ Նախ կրկնում եմ, նույն երաշխավորության ինստիտուտի մասով, մեր գերիների մասով, մեր տարածքների վերադարձի հստակեցման մասով, այս ամեն ինչը պետք է դրվի սեղանին։ Եթե ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որևէ այլ մեկին դա չի հաջողվելու, դա չի իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը մեր լավագույն բանակցողը չէ, ինչը տարիներ շարունակ ապացուցվել է։ Այս մարդը էլ ինչ անի, որ հասկանանք, որ ի վիճակի չի, նույնիսկ եթե ցանկանա, չնայած չի էլ ցանկանում։ Ինքը ի վիճակի չի այդ շահերը առաջ տանելու։ Մեզ իսկապես պրոֆեսիոնալ, փորձառու բանակցող է պետք, փորձառու թիմ է պետք, ով կկարողանա այդ շահերը առաջ տանել։ Ու այդպես չի էլի, որ հիմա ճիշտ է արդյոք այդ նարատիվը ընդհանրապես մեր ժողովրդի մոտ, որ դե հիմա էսա ընդունենք ինչ որ կա, ու այդ ընդունենք ինչ որ կան ամեն փուլում ավելի վատ իրավիճակի է բերում։ Նոյեմբերի 9-ին հազիվ հարմարվեցինք, հա դարավ բան սեպտեմբերի 19-ը, երբ որ Արցախն ամբողջությամբ կորցրեցինք, սենց անընդհատ ասենք դե լավ, բերում ենք այն իրավիճակին, որ հիմա մեզ ասում են սահմանադրություն փոխեք, ու ադրբեջանցիներ պետքա բնակվեցեն Հայաստանի Հանրապետությունում։ Նկատի ունեմ Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է։ Պետության ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է լավարկել, պետք է ավելի լավը դարձնել ու դա հնարավոր է։ Տիկին Գրիգորյան, դուք ասում եք, արդյոք հնարավոր է անընդհատ ասել դե լավ։ Եթե դա հնարավոր չէ, այդ դեպքում ինչու հայ ժողովուրդը չի գնում եւ տոտալ չի մերժում ՔՊ-ին եւ այն աղետները, որը բերել է ՔՊ-ն, դրա համար պատասխանատվություն չի կրում։ Որքան էլ մենք խոսենք, որ ընդդիմությունը կհաղթի, հավաքական ընդդիմությունը կհաղթի, այնուամենայնիվ պետք է ընդունել իրողությունը, որ Փաշինյանն ու ՔՊ-ն այս երկրում իրենց հետևորդներ ունեն։ Ես շփվում եմ մարդկանց հետ, մարդիկ շատ ավելի վճռական են, շատ ավելի համոզված են, շատ ավելի հստակ են իրենց դիրքորոշումներում։ Կրկնում եմ, 21 թվականին, այո, այլ ապատիկ իրավիճակ էր, մարդիկ չէին հասկացել, ի վերջո պատերազմ, կորուստներ, միջևերջ գիտակցումը չկար ոնց եւ ինչա տեղի ունեցել, բայց հիմա ես տեսնում եմ իրավիճակի փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանը ունի իր հետևորդները, ես դա ընդունում արձանագրում եմ, այսինքն հոբան չենք, կույր չենք, տեսնում ենք դա։ Բայց արդյոք դա այնքան զգալի է, որ ինքը կարողանա իշխանություն ձևավորել, ոչ դա այդպես չի։ Այո, ինքը ունի ադմինիստրատիվ ռեսուրս, ինքը ունի այտենց մի հատ համակարգ, որ իր շուրջ ձևավորված է եւ նաեւ իրան հետևորդներ, բայց դա բավարար չի վստահաբար իշխանություն ձևավորելու համար։
համար։ Մենք շփվում ենք մարդկանց հետ, տեսնում ենք այդ իրողությունը ու ոչ միայն մենք որպես ընդդիմադիր ուժ, համատարած այդ մթնոլորտը կա։ Պետական լծակների օգտագործումը կգա Փաշինյանին օգնության այս հարցում եւ նաեւ այն օրենքները, որոնք Փաշինյանն ավելի վաղ իր ԿՊ-ի միջոցով ընդունել է, հա, ցանկացած իրավիճակում երկրում արտակարգ եւ ռազմական դրություն մտցնելու մասին։ Այս ամենը կգա օգնության, կգնա դրան, թե ոչ։ Նախ պետական լծակները գործի են դրվել արդեն, երբ որ բազմաթիվ ընդդիմադիր մարդիկ, այդ թվում նաև առաջնորդներ, այսպես գտնվում են անազատության մեջ։ Դա պետական լծակի գործարկում չի, մի բառի համար մարդուն ամիսներ շարունակ նստացնելը արդեն գործարկում է, չէ, պետական լծակների։ Բայց ես հիմա տեսնում եմ, որ ինչքան էլ իրանք օրինակ ստիպում են ուսուցիչների, երեխաների, բժիշկների, ստիպում տանում նստացնում են ինչ որ դահլիճներում կամ կանգնացնում են Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելու համար, ես դες վստահեցնում եմ, որ այդ մարդիկ ավելի մեծ զզվանքով են լցվում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև հա իրանց մեջ մարդիկ կլինեն, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց այն մարդկանց ստիպողաբար, իսկ դրա ձայնագրությունները որպես փաստ արդեն հրապարակված են, ստիպողաբար տանում եւ կանգնացնում են լսելու Նիկոլ Փաշինյանին, ավելի մեծ վստահությամբ գնալու է մերժելու այս իշխանություններին։ Ես ինքս բազմաթիվ առիթներ եմ ունեցել, հատկապես ուսուցիչներ մոտեցել են, ասել են չեք պատկերացնում, նույն կապանում, ու ես վստահաբար պնդում եմ, ուսուցիչներին ստիպողաբար տարել կանգնացրել են հրապարակում, ինչա իրանք ցույց տան, որ մարդ տեսեք ինչքան մարդ է գալիս մեզ սատարման, ու բազմաթիվ ամբողջ պետական համակարգին այդ ստիպողաբար տանում են ինչ-որ հավաքների։ Բայց ինձ թվում է իրան արժե էլի կողքից էլ ասեն, որ սրանք ադմինիստրատիվ ռեսուրսն է ու ինքն էլ իրական պատկերը տեսնի։ Հետընտրական զարգացումներին Հայաստան դաշինքը պատրաստվում է թե ոչ, այս օրերին շատ է քննադատվում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի այն ձևակերպումը, որ եթե Փաշինյանը փորձի խլել ժողովրդի որոշումը ըստ էության, կլինի հեղափոխություն։ Հիմա նույն ԿՊ-ին հարող ուժերը ձեր դաշինքին մեղադրում են Հայաստանը հեղափոխության ցիկլի պատրաստելու համար։ Նախ մենք տրամադրված ենք ընտրություններով փոփոխություն իրականացնել, եւ որի ճանապարհով գնում ենք եւ ունենք վստահություն, որ հավաքական ընդդիմությունը միարժեքորեն հաղթելու է եւ նոր իշխանությունը ձևավորվելու։ Բայց այն պարագայում, եթե իշխանությունը չընդունի իր պարտությունը, չընդունի ժողովրդի տված քվեն, այդ դեպքում պետքա ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաեւ մենք, պատրաստ լինենք պահելու ժողովրդի ձայները։ Կարծում եմ սա այստեղ շատ տրամաբանական քաղաքական միտք է հնչեցվում։ Այո, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Այս բան գնում ենք ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը խոչընդոտի ընտրությունների արդյունքները, այդ դեպքում արդեն մենք կստանանք հեղափոխական իրավիճակ։ Տեսեք, երբ ընդդիմությունը խոսում է ցանկացած սցենարի պատրաստվելու մասին, մենք բոլորս հիշում ենք նախորդի սցենարները, ընդդիմադիր տարբեր պայքարներ, դիմադրության շարժում, հայրենիքի փրկության շարժում, սրբազան պայքար, դրանք բոլորը իրենց վերջնանպատակին չեն հասել, որովհետև ԿՊ-ն Փաշինյանը գուցե գտել են դրանք մաշեցնելու ձևը։ Ես չգիտեմ որն էր պատճառը, որ դրանք նաև վերջնանպատակին չհասան, բայց փաստը մնում է դա։ Ես կարծում եմ հիմա տեսնում եք էլի ընդհանուր ինչպիսի երացող միջավայր է։ Մարդիկ իսկապես մինչև կոկորտները կուշտ են այս իրավիճակից եւ գնալով ընտրատեղամաս հետո պատրաստ են լինելու իրենց քվեն պաշտպանել, եթե այդ քվեն խլվի։ Ես ուղղակի մենք սա ենք արձանագրում, որ մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի, որով պետքա պաշտպանենք մեր ժողովրդի քվեն։ Ուրիշ բան չենք ասում, ուրիշ այլ բան չենք ասում։ Այսինքն սկզբում գնում ենք իշխանափոխություն իրականացնելու ընտրության ճանապարհով, եթե դա վերածվում է այլ process-ի իշխանության կողմից, մենք պատրաստ ենք լինելու հակազդեցության։ Այսօր տեսեք ինչպիսի կեղտոտ sense քարոզչություն է գնում մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր պատրաստվում են արտասահմանից գալ Հայաստան, ընդ որում կապել չունի, որ երկրից են գալիս։ Ասում են, եթե դուք գաք Հայաստան, իրենց մտքում ունենալով, որ Հայաստան եկողները պետք է քվեարկեն ընդդիմության համար, ձեզ տանելու ենք վարժական հավաքների։ Դուք պատկերացնում եք այս մարդկանց մտածելակերպը։ Վարժական հավաքների բանակին վերաբերում են որպես պատժախոց։ Պատժի մեթոդ են իրանք դա կիրառում, սա ուղղակի խայտարակություն է։ Բանակում ծառայելը 25 օրյա հավաքներին գնալը պետքա երկրին ծառայելու ու արժանապատվության հարց լինի, այլ ոչ թե պատժիչ մեխանիզմ, այսինքն դուք ինչ եք պատկերացնում, որ մեր հայրենակիցներին պետքա վախեցնել երկիրը պաշտպանելու հեռանկարով։ Ես չգիտեմ, այս մարդիկ ընդհանրապես որտեղից են գալիս։ Ու ես հիշում եմ նաև Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները, երբ որ մենք ենք փողոցում պայքար մղում, դիմադրության շարժման ժամանակ ասում էր, լավ տղեկ են դրսում պայքար
տանում, այ բոլորին հավաքեք, տարեք վարժական հավաքների ու մեծ հաշվով տենց էլ տեղի ունեցավ։ Տիկին Գրիգորյան, տեսեք Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում եք դուք, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն աջակցում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սա ձեզ համար խնդիրներ հավելյալ չի ստեղծելու, որտեղ ըստ էության սա միայն ներքաղաքական պայքար չի դառնում, որտեղ Փաշինյանն ունի նաեւ այդ երկրների աջակցությունը, այլ չասեմ Միացյալ Նահանգներից Մարկո Ռուբիոն 3 հերթական հայտարարություն արեց աջակցելով Փաշինյանին։ Վստահ չեմ, որ դա աջակցություն էր, ուղղակի այլ համատեքստում էր, աշխարհակական համատեքստում էր խոսում։ Ակնհայտ է, որ այս իշխանություններին սատարում է Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ սա եւս ազդակ պետք է լինի մեր քաղաքացիների համար, որ գնանք ու մերժենք այն մարդկանց, ովքեր ուղիղ սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, հատկապես երբ որ այդ երկու պետությունները մեր նկատմամբ բարեկամաբար չեն տրամադրված եւ որոնց հայտարարությունները մեծ հաշվով դրա մասին են, բայց վստահաբար պետք է ասել, որ Ալիևը, Էրդողանը, մնացածը իրանք չեն որոշողը մեր քաղաքացին է, մեր ժողովուրդը գնա ընտրության, մերժի իշխանություններին, ընտրի ընդդիմությանը, միանշանակ փոփոխություն լինելու է եւ ամբողջ աշխարհը համակերպվելու է այդ ընտրության արդյունքների հետ։ Եթե ձեզ թվում է, որ Մակրոնը հայտարարություն արել ի պաշտպանություն Փաշինյանի, մեր ժողովուրդը այլ որոշում կայացնի, Մակրոնը լինի թե նրա իրավահաջորդը չեն աշխատելու Հայաստանի Հանրապետության ղեկավարի հետ, իհարկե աշխատելու են։ Ու աշխարհի բոլոր կենտրոնները, այդ թվում Ալիևն է գալու բանակցության, Էրդողանն է բանակցելու, Պուտինը, Տրամպը եւ մյուսները, մեր ժողովրդի ընտրության հետ համակերպվելու են բոլորը։ Ու պետք չի մարդկանց վախացնել, որ տեսեք Նիկոլի հետ խոսում են այս մարդիկ, հետեւաբար Իրան վեն, չէ։ Ընդհակառակը այս մարդը բոլորի շահերը պատրաստ է սպասարկել։ Մեզ պետք է մարդ, ով Հայաստանի, հայ ժողովրդի շահերը սպասարկի, իսկ ամբողջ աշխարհը հաշվի անստելու այդ ընտրությանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք համարվում են, թե ոչ այս հարցի համատեքստում 3 մեծ բանավեճներ հմեկի եթերում ձեր դաշինքից Քրիստինե Վարդանյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարց տվեց Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք են թե ոչ, Արարատ Միրզոյանն ասաց Հայաստանի համար սպառնալիք եք դուք եւ ձեր ղեկավարը, նկատի ուներ Հայաստան դաշինքը եւ Ռոբերտ Քոչարյանը, ինչ կասեք Հայաստանի արտգործնախարարին։ Նախ այդ իրանց ընդհանուր կոնցեպտի մեջ է հակառակորդներ, թշնամիներ գտնել Հայաստանի ներսում, իսկ Հայաստանից դուրս թշնամիներ չփնտրել։ Այսինքն այն նույնիսկ այն պետությունները, որոնք ակնհայտ թշնամական են վերաբերվում մեզ, այդ մարդկանց հետ կգնան, գլուխները կծռեն իրանց առաջ, գիրքը գրկած կկանգնեն, այսպես խեղճացած, կզած վիճակում կգտնվեն, բայց հետո գալիս են Հայաստանի Հանրապետություն, իբր սուրները հանած, թուր են ճոճում այս մարդու վրա, այն մարդու վրա, սա է իրանց տեսակը, դրսում խեղճացած, վիզները ծուռ, Հայաստանում էլ իբր ասլան են կտրում։ Բայց առհասարակ այդ մարդիկ իրանք տեղով մեկ ազգային անվտանգության սպառնալիք են։ Նույնիսկ դժվար է ասել, իրանք են ավելի մեծ ազգային անվտանգության սպառնալիք, թե օրինակ Ադրբեջանը իր արևմտյան Ադրբեջան հայեցակարգով։ Որովհետև Ադրբեջանը դա առաջադրում է, սրանք էլ խելոք իրականացնում են, թեւ-թեւի տված դա իրականացնում են։ Հետևաբար թիվ 1 սպառնալիքը իրենք են, որոնք միջև այսօր իրականացրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները։ Սյունիքի հետ կապված Տիկին Գրիգորյան, դուք Սյունիքից եք։ Նախ ես այսօր լսում եմ Թուրքիայի տրանսպորտի նախարարն է ասել, որ Զանգեզուրի միջանցքը կառուցվում է, 41-ից 43 կիլոմետր այդ միջանցքի անցնում է Հայաստանի տարածքով եւ Զանգեզուրի միջանցքը որոշ դեպքերում անվանում են թրիփի ուղի, սա թուրք նախարարի ասածն է։ Իսկապես Սյունիքում մարդիկ այդքան ոգևորությամբ եւ ջերմությամբ են սպասում այս թրիփի ուղու գործարկմանը, որովհետեւ երբ լսում ենք ԿՊԱ-ականներին, իրենք ասում են, որ Սյունիքում բնակարանների գները աճել են, հողակտորների գները աճել են, մարդիկ ոգևորված անհամբեր սպասում են, երբ են միլիոնավոր դոլարներ բերելու դնեն այդ ճանապարհին, սյունեցիները սկսեն լավ ապրել։ Այդ պատկերն է թե ոչ։ Իրականում, երբ որ թրիփը ստորագրվում էր, փորձ արվել է այդ ոգևորությունը ստեղծել։ Ես պետք է ընդունեմ, որ որոշակի ոգևորություն այդ պայծրությամբ կար։ Բայց Միացյալ Նահանգներ Իրան պատերազմի ֆոնին մտահոգությունները ավելացել են, որովհետև Իրանի հետ անկախտելի կապ կա, տնտեսական համագործակցություն կա, լուրջ հարաբերություններ կան Իրանի հետ, իսկ այդ պատերազմի ֆոնին Միացյալ Նահանգների ներկայությունը անմիջապես Իրանի սահմաններին իրականում խնդրահարույց է, մեղմ ասած, ու մարդիկ դա հասկանում են։ Ու մարդիկ գիտեն, որ Իրան օրինակ ամբողջ պատերազմի ընթացքում թիրախավորել է ամերիկյան ներկայության բոլոր սուբյեկտները։ Եվ այդ մտահոգությունը չէր կարող չլինել։ Այսօր լսեցինք, որ հերթական միմյանց նկատմամբ այդ բախում, այսինքն որոշակի թեժացում կա
սառեցված հակամարտության։ Նկատում եմ մարդիկ այդ մտահոգությունը ունեն։ Եթե որոշակի փուլում ինչ որ ոգևորություն կա, հիմա այդ ոգևորությունը չկա, կան մտահոգություններ, կան հարցեր, եւ ես տեսնում եմ, որ ոգևորությունը հաստատ անցել է։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ բարելավում է խոստանում, այսինքն դա մարդիկ գիտակցում են, որ միֆ է։ Նայեք, երբ որ օրինակ իշխանության մակարդակով ասում են մենք միլիարդների եկամուտ ենք ունեն, միլիարդների ներդրում է արվելու, հետո ցույց է տալիս։ Եվ դա դառնալու է հենց ձեր անվտանգությունը։ Հա, որ դա ցույց է տալիս, որտեղ միլիարդի ներդրում չկա, մի քանի միլիոնի կամ մի քանի տասնյակ միլիոնի ընդհանրապես ներդրում է, որ կարիք էլ չկա, որ օտար երկրներ բերեն դնեն, դա մենք էլ ինքներս կարող ենք իրականացնել, եւ հետո որտեղի ստացված շահույթը, ինչ շահույթ պետք է լինի, շատ սահմանափակ, այսինքն այդտեղով անցնող ինչ բեռնաշրջանառություն պետք կալինի, որի ընդամենը 26%-ը քեզ ինչ որ օգուտ բերի, մարդիկ չէ, իրականում ասում եմ, սկզբում էյֆորիայի բանը կար, չէ, տվեցին, խաղաղությունը հաստատվեց, միլիարդներ ենք աշխատելու, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ոնց կարա մենակ տրիպով պայմանավորված լինի, որ ընդամենը Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ է, հետո պարզվեց, որտեղ միլիարդների եկամուտ չկա, ոչ էլ ներդրում կա, մի խոսքով կամած, այսպես դիմակած ձերծվեց ամբողջ իրողությունը, իսկ մենք էլ ասում ենք, որ այդ տրիպի պրոյեկտը, որպեսզի Հայաստանի Հանրապետության շահերից բխի, պետք է նաև կպնի մեր ընդհանուր ցանցին, որովհետև տրանսպորտային ցանցից զատ գոյություն ունեցող առանցին ճանապարհ է։ Հիմա այն ինչ որ կառուցվելու է, եթե իհարկե կառուցվի, իսկ ես վստահ եմ, որ քանի Միացյալ Նահանգներ եւ Իրան հարաբերությունները կարգավորված չեն, ռազմական գործողությունները ամբողջությամբ դադարեցված չեն եւ պայմանագիր կնքված չի, մեղմ ասած խնդրահարույց է եւ բարդ իրականանալի այդ ծրագիրը։ Եվ վերջում դարձյալ ընտրությունների մասին Տիկին Գրիգորյան, եթե ամեն ինչ չգնա այնպես, ինչպես նախատեսում կամ պլանավորում եք դուք, արդյոք հետընտրական փուլում կհրաժարվեք մանդատները վերցնելուց կամ թե կգնաք խորհրդարան եւ կշարունակեք աշխատել որպես ընդդիմադիր պատգամավոր։ Ես կարծում եմ, այս փուլում հասկանալի է, որ այդ հարցը պետք է հնչեցվի։ Ես ընդունում եմ, որ նորմալ է, որ այդ հարցը հնչեցվի, քաղաքական բնույթի հարցը, բայց հատկապես ընտրությունների նախաշեմին բոլոր ընդդիմադիր ուժերը ամբողջությամբ իրենց էներգիան կենտրոնացնում են իշխանապողության օրակարգի վրա։ Այդ բոլոր տարբերակները այսպես թե այնպես քննարկվելու, ընդ որում հավաքական ընդդիմությունն է քննարկելու, որտեղ եթե 21 թվականին բացարձակ մեծամասնությունը մենակ մենք էինք, այս փուլում մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ավելի բազմաշերտ է։ Եվ այդ որոշումները ես վստահ եմ, որպեսզի ավելի արդյունավետ լինեն, պետք է հավաքական իրականացվեն։ Այսինքն նկատի ունեմ, եթե ես չվերցնեմ մանդատը, իսկ մյուսները վերցնում են մանդատը, նկատում քաղաքական ուժերը, ապա դա լրիվ այլ իրավիճակ է, թե բոլորս չենք վերցնում։ Հա, նկատի ունեմ, այդ բոլոր քննարկումներին մենք գալ ենք, բայց այս փուլում հենց հիմա նախընտրական շեմի եւ ընտրություններն ընդամենը հաշված օրեր են մնացել, մեր բոլոր խոսույթը, մեր ամբողջ խոսույթը, նարատիվները պետք է ուղղված լինեն մեր քաղաքացիներին գնալ եւ մերժել Ալիևի խամաճիկներին վստահաբար, որովհետեւ իրենք հələ պետք է իրավական պատասխանատվության ենթարկեն այն ամեն ինչի համար, ինչ արել են մեր երկրի հետ, թույլ չտանք նոր զիջումներ, այլ բերենք բարեկեցություն, զարգացում, մեր պետությունը արժանի է լինել ավելի ժամանակակից, ավելի զարգացած, ավելի լավ կրթական համակարգով, անվտանգ եւ սեփական ինքնությանը հավատարիմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս Աննա Գրիգորյանն էր, կհանդիպենք վաղը։